Արարատի մարզի Դիտակ եւ Արևշատ բնակավայրի միջով անցնող ավտոճանապարհի 2.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Բարձրաշենից մինչև Նուբարաշեն տանող ավտոճանապարհի 1.4 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Արարատի մարզի Վերին Արտաշատ Այգեզարդ ավտոճանապարհի 4.3 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, Սյունիքի մարզի Գոմք-Կապույտ ավտոճանապարհի 7.8 կիլոմետր երկարությամբ հատվածի հիմնանորոգում, սա Վայոց ձորի եւ Սյունիքի մարզի արանքում, որովհետեւ Գոմքը Վայոց ձորի մարզում է, չէ, ճիշտ եմ հիշում։ M2 միջպետական նշանակության ավտոճանապարհից մինչև Վաղատին գյուղ տանող ավտոճանապարհի 1.5 կիլոմետր հատվածի հիմնանորոգում Սյունիքի մարզ, սա էլ դպրոցի բացման առիթով մենք դպրոց տանող ճանապարհն է եւ այդ կրթահամալիր է, չէ՞ լինելու նաեւ այդտեղ մեր խոստման համաձայն պետքա դպրոց տանող ճանապարհները լինեն բոլորը բարձր որակի։ Լոռու մարզի Վանաձոր Ալավերդի միջպետական նշանակության ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրում փլուզված ստորին հենապատի վերակառուցում, Լոռու մարզի M6 ավտոճանապարհը Ախթալա բնակավայրի հետ կապող Պողպատե ֆերմաներով երկրորդ կամրջի կառուցում, չենք մոռանում այն մյուս կամրջի մասին, որը պետք է կառուցենք, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Այգուդ եւ Աղբերք բնակավայրերի հատվածում գտնվող սողանքային տեղամասերում ճանապարհամերձ հողաշերտի բեռնաթափման եւ ճանապարհի անցանելիության ապահովման միջոցառումների իրականացում, Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի հիմնանորոգում եւ Լոռու մարզի Սպիտակ համայնքի Ջրաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող կամրջի հիմնանորոգում։ Սրանք էին այն նախագծերը, որոնք ֆինանսավորում ենք ընդունման, կառուցման, նախաձգծման փուլում գտնվող եւ զուգահեռ տեխնիկական հասկողության աշխատանքները։ Համեցեք։ Պարոն վարչապետ, ձեր թույլտվությամբ նաեւ ներկայացնեմ այն պատկերը, որ ունենք ուրեմն 2025 թվականին 28 օբյեկտ նախորդ տարիներից փոխանցված ունենք, որոնց ընդհանուր երկարությունը 130 կիլոմետր է, 2024 եւ 2025 թվականի վերջում կնքված պայմանագրերով ունենք 4 օբյեկտ ընդհանուր 13.6 կիլոմետր երկարությամբ, 2025 թվականին հայտարարված եւ հայտարարվող օբյեկտների թիվը 31 է, ընդհանուր 142 կիլոմետր երկարությամբ, ընդամենը այս պահին արդեն նախանշած օբյեկտներ ունենք հիմնանորոգման մասով թվով 60 օբյեկտ, շուրջ 290 կիլոմետր երկարությամբ եւ 2025 թվականի մրցույթների արդյունքում արդեն ունենք 3.1 միլիարդ դրամի տնտեսում այսքանը։ Պլանավորում ենք ինչքան 500 կիլոմետր կհասնենք։ Մենք պլանավորում ենք 500 կիլոմետր, որից շուրջ 280 կիլոմետրը կլինի հիմնանորոգման աշխատանքներ, մյուս մասը միջին նորոգման աշխատանքներ։ Բայց մի րոպե, դեռ հյուսիս-հարավն էլ ունենք, չէ՞ որ այս տարի Գյումրու հատվածը Երևան-Գյումրին առնվազն մի ուղով պետքա ավարտենք։ Այնտեղ ունենք երկշերտ ասֆալտի տեղադրում, որ պետք է երրորդ շերտը տեղադրել, դրանք 500 կիլոմետրի ցանկում են, պարոն վարչապետ։ Շատ լավ, այսինքն 500 կիլոմետրը ուժի մեջ է բացի սուբվենցիաներից, այսինքն սուբվենցիաները չեն մտնում։ 500 կիլոմետրի մեջ չէ, սուբվենցիաները չեն քաշվում, նախորդ տարի սուբվենցիաները ներառյալ 700 կիլոմետր եւ ավել ճանապարհ ենք ունեցել նորոգում, հիմնանորոգում եւ կառուցում։ Շատ լավ։ Դե ընթացքում պարոն Խուդացյան, էլի մենք կառուցել, բայց կառուցել եւ սովորելու տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք, որակի խնդիրները շարունակում են լինել մեր առաջնահերթությունների ցանկում։ Ընդ որում մենակ որակը չի, հարգելի գործընկերներ, ես էլի ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հետեւյալի վրա, որ երբ որ ասում ենք ճանապարհ, իր գծանշում, ճանապարհային նշաններ, ամեն ինչ պետք է լինի փաթեթով։ Այսինքն այն ճանապարհը, որտեղ գծանշում չկա, դա դեռ ճանապարհ չի։ Դա ասֆալտա, որը փռել ենք։ Այսինքն երբ որ գծանշում անում ենք, նշանները դնում ենք, այդ պահից է ինքը դառնում ճանապարհ։ Հիմա այն օրը Իջևանում էլի ճիշտ է 40 տարվա ճանապարհներ, որը ասֆալտա պատում ենք, լավ է, բայց էլի հարցնում եմ նախագծի մեջ գծանշումը չկա, հիմա համայնքը առանձին գծանշման մրցույթ պետք է հայտարարի եւ անի։ Էլի ված չի, բայց անում ենք, մի անգամից անենք։ Պարոն վարչապետ, այդպիսի խնդիրներ առաջանում են հիմնականում, երբ որ
աշխատանք իրականացնող սուբվենցիոն ծրագրի շրջանակում 2025 թվականի բոլոր հայտերում ճանապարհների կահավորումը երթևեկության նշաններով եւ գծանշումով արդեն կա, առանց դրանց լինելու նախագծերը հավանության չեն արժանանում։ Նաև փորձում ենք այնպիսի գծանշման տարբերակներ ընտրել, որոնք երկարաժամկետ լուծում են ենթադրում իրենցից։ Մեկ էլ ես նկատում եմ, էլի խոսել եմ դրա մասին, ճանապարհի կներեք կարող ասածս շատ բան հնչի, տարօրինակ հնչի, աղտոտում ճանապարհային նշաններով։ Մեկ էլ տեղ կա, չէ, որ մի քանի անգամ գնում ես, ասում ես, խի ճանապարհային նշան չկա, ինչի ճանապարհային նշան չկա։ Մեկ էլ տանում են միտեղ, ասենք ենթադրենք մի 50 մետրի վրա մի 1000 կիլոմետրի ճանապարհային նշան, ինչ կա այդ ճանապարհային նշանի աղյուսակում, բոլորը դրած է այդտեղ, որ մտածում ես, որ մեկը մեքենան վարելով ճանապարհի այդ հատվածի մտնի շուռ կգա անպայման, որովհետև այնց շփոթեցնող է, դա էլ է պետք է բան անել։ Այսինքն մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղության մեջ ենք մտնում եւ ես ինձ համար ամենա այդ տենց բնորոշիչ հատվածը Իջևան համայնքի Սարի գյուղի հատվածն է, այնքան ճանապարհային նշան կա դրած, այնքան ճանապարհային նշան կա դրած, քեզ թվում է թե իսկապես ահավոր է, պետքա ստանդարտները փոխել եւ նաեւ ուրիշ խնդիր կա։ Հիմա նաեւ մենք պետքա ստանդարտը փոխենք այն բանով, որ ստենդներ դնենք, որտեղ կա ինֆորմացիան շատ կա, մի ստենդի վրա դա էլ ընդունված բան է, մի ստենդի վրա մի քանի ճանապարհային նշանները դրվում են եւ հետագա հատվածը թողնվում է ազատ ճանապարհային նշաններից, իհարկե իր տրամաբանության մեջ։ Եթե այդտեղ օրենսդրական կարգավորումների անհրաժեշտություն ունեն կամ ենթաօրենսդրական, եկեք գնանք անենք, բայց դա էլ է սովորելու հարց։ Շատ լավ, խնդրեմ այլ դիտարկումներ չկան։ Ըստ այդմ դրվում է քվեարկության հարց համար 14-ը։ Ովքեր են կողմ դրա ընդունմանը, դեմ չկա, ովքեր են կողմ դրա ընդունմանը։ Հա, պետք է ասեի ովքեր են դեմ դրա ընդունման, խառնեցի։ Շատ լավ, որոշումն ընդունված է։